կողմում մի ամբողջ հասարակության կոտրված վստահություն պետության հանդեպ, մարդկային 10 կյանք եւ պետության հանդեպ մի նոր խորհուրդ։ Այս քննարկումները ոչ միայն անցյալի մասին են, այլ նաեւ այն մասին, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում ապագայում տեսնել եւ ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում այսօր։ Այսօր, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել այդ իրադարձությունները, պետք է արձանագրել մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն։ Պետական ուժի կիրառումը ընդդեմ խաղաղ ցուցարարների երբեք չի կարող հիմնավորվել։ Մարտի 1-ի գիշերվա ընթացքում կիրառված պետական մեխանիզմները դուրս են սահմանադրական վերահսկողությունից։ Սա քաղաքական գնահատական չէ, սա իրավական փաստ է, որի շուրջ տարիներ շարունակ փորձել է ձևավորվել լռություն։ Հատուկ պետք է անդրադառնամ այն ժամանակվա երկրի ղեկավարությանը եւ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որի կողմից արտակարգ դրության սահմանում եւ դրանից բխող ուժի կիրառման կառավարումը իր հետևանքներով դուրս եկան ոչ միայն իրավական դաշտից, այլ խախտեցին իրավական սահմաններ եւ խախտեց սահմանադրություն։ Եվ եթե մենք որպես պետություն չենք արձանագրում այս հանգամանքը, ապա ապագա սերունդներին թողում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։ Մարտի 1-ը նաև մարդկային ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղաքացիները ոչ միայն թիվ են, այլ անհատական պատմություններ են, ընտանիքներ են, որոնք մինչ օրս չեն ստացել լիարժեք պատասխան։ Այսօր քննարկված ցանկացած մոտեցում պետք է մնա ոչ թե քաղաքական ամբողջականության մեջ, այլ արդարության վերականգնման տրամաբանության մեջ։ Մեծ հաշվով հարցը մեկն է. ուզում ենք արդյոք ունենալ պետություն, որտեղ ուժը ծառայում է օրենքին, ոչ թե հակառակը։ Մարտի 1-ը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրաժեշտ հնարավորություն ձևավորելու պետական ուժի սահմանները, վերահսկելու մեխանիզմները եւ քաղաքացու պաշտպանության երաշխիքները։ Դա պարտք է զոհերի հիշատակի առաջ, պարտք մեր հասարակության առաջ եւ պարտք ապագա Հայաստանի համար։ Եվ այս ամբիոնից հնչեց արդեն մի քանի անգամ եւ նորից կուզենամ դա արձանագրել, մի պարզ իրականություն, որ այն ինչ որ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա հենց չէր սկսվել 2007 թվականի նախընտրական փուլից սկսված եւ մնացած փուլերից սկսված։ Սա հոկտեմբերի 27-ի հետևանքներն են, երբ որ այս պետությունը գլխատվեց վերջնականապես։ Երբ որ այն ուղին, որ ընտրել էր այս ժողովուրդը, կոնկրետ կտրվեց եւ ամեն ինչ վերացավ։ Իմ կոչը հետեւյալն է. եկեք բացահայտենք այս երկու մեծ ողբերգությունները, որովհետեւ եթե չբացահայտենք, մենք ապագայում միգուցե ունենանք նոր մարտի 1 եւ նոր հոկտեմբերի 27-եր։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը 2003 թվականի կեղծված ընտրություն էր, հոկտեմբերի 27-ը նաև մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը նաև 2005 թվականի կեղծված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեր։ Եվ այն ինչ որ ձևավորել էր հոկտեմբերի 21-ը, արտացոլվում է մինչ այսօր։ Ու մենք դա տեսնում ենք ոչ միայն այստեղ, այլ նաև մեր հասարակության մեջ։ Իմ կոչն որպես երիտասարդ եւ որպես մի անձ, որ մտահոգված է պետության համար, ով որ ապագայում ուզում է ապրել այստեղ եւ ամուր քայլեր է հողի վրա եւ հպարտանալ, որ ինքը հայ է, ես ուզում եմ ընդամենը մի կոչով դիմել. եկեք տանք շատ ճիշտ պատասխան եւ շատ կողմնորոշիչ պատասխան այս իրադարձություններին եւ թող բոլոր մեղավորները պատժվեն առանց բացառության ու առանց ինչ որ, չգիտեմ, ինչ որ ինչպես են ասում, անգլերեն բառ ուզում ասել, չեմ ուզում ուղղակի ազգային ժողովի ամբողջ անգլերեն բառ օգտագործեմ, առանց ինչ որ ձերքս մի փոքր ցաված եւ այդ անիրավ ոստիկանները Ես հիշում եմ Լևոն Քոչարյանի հոր Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները եւ ես փողոցային պայքարի կիզակետում եմ եղել շուրջ 9-10 տարի շարունակ։ Ես հիշում եմ օրինակ 2016 թվականը Սարիթաղի, երբ հենասյուների լույսերը անջատել էին ու անհասկանալի ինչ-որ տեղահաբեր կուլ տված հաստավազեր երիկաթի ձողով ջարդել էին ծնկից խնձորակու, մենք մտածում ենք ոնց այդ ջարդած ծնկներով Սարիթաղի արահետները հաղթահարենք մթության պայմաններում եւ պայթող լուսաձայնային նռնակների արկայության պայմաններում։
Ու հիմա ինչ-որ մկանագնդեր գալիս են այս ամբիոնի մոտ կանգնում են ու ասում են թեթև կմճտեցին կապտուկներ ստացանք, ոստիկանությունը խիստ անիրավ էր։ Ես այն ժամանակ ջարդած ծնկով հիմա էլ ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած Լևոն Քոչարյան, քեզ ու հորդ ասում եմ, Հայաստանը ձեր երկիրը չի, Հայաստանը իմ երկիրն է, Հայաստանը մեր երկիրն է, դուք մեր երկրի հետ կապ չունեք։ Այն ժամանակ ես ասում եի, որ հրաժարվում եմ լքել իմ տունը, հիմա էլ ասում եմ, դուք այս տանը հյուր եք, դուք Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունեք ու չեք ունեցել։ Դուք ու ձեր իրավահաջորդ Սերժը 4 կատեգորիայի քաղցկեղ էիք, որ հայտնվեցիք մեր օրգանիզմում, մեր երկրում ու մեր երկիրը սկսեցիք ներսից ուտել, ներսից քայքայեցիք մեզ։ Եկել կոռուպցիայից են խոսում, ինքնիշխանությունից են խոսում, գույք պարտքի դիմացի մասին մի քանի օր առաջ էի խոսում, մանրամասն թվում էի, երբ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը դարձրեցին Ռուսաստանի ճորտ։ Գազը, լույսը, երկաթգիծը, արտադրական հզորությունները, ամբողջը։ Այս մարդկանց պետք է բացատրել, որ իրենց հետ այս դահլիճում նստում է Անուշ Քլոյանը, իմ շատ լավ գործընկեր։ Լևոն Քոչարյան, գիտես ով է Անուշ Քլոյանը։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Գոր Քլոյանի հարազատ քույրն է։ Հայրդ Անուշ Քլոյանի հորը ասելու բան ունի, թե չէ։ Հայրդ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամներին ասելու բան ունի, թե չէ։ Իհարկե չէ։ Քաղաքացիները անընդհատ դժգոհում են, ասում են այդ դահլիճում ինչ է կատարվում, երբ պետք է ավարտվի այդ ամեն ինչը։ 2021 թվականին հարգելի քաղաքացիներ 270,369 մարդ չկեղծված ընտրություններում գնացել ու ձայն ա տվել ֆիտոսանիտարական մաքրման ենթակա այս խմբակին ու բերել նստացրել ազգային ժողովի նիստերի դահլիճում տալով պատգամավորի մանդատ։ Ես լավ եմ հիշում Լոռու մարզում Ալավերդի խոշորացված համայնքում նախընտրական շտաբն է ղեկավարում, շատ լավ հիշում եմ ովքեր էին սրանց նախընտրական շտաբերի ղեկավարները, ինչքան նախկին կյանքի մեռել կար, նախկին գյուղապետեր, չգիտեմ, մարզպետներ, եսիմ ովքեր, որ սրանց ժամանակ մարդկանց խմելու ջրի խողովակները հանել տարեգես են սարքել իրանց համար, երեխեքի մանկապարտեզները սեփականացրել տուն են սարքել իրենց համար, դարել են սրանց շտաբի պետերը։ Ու մեկը սրա խնդրելով, մեկը նրա խնդրելով, մեկը այս նախկին գյուղապետի խնդրելով, մեկը այն նախկին մարզպետի խնդրելով։ Ահա թիվը 270,369։ Մեզանից մի դժգոհեք։ Ես չեմ տեսնում այլ ճանապարհ Լևոն Քոչարյանի ու նրա նմանների հետ այս դահլիճում նստելու։ Ես սկզբունքորեն չեմ կարող ուրիշ բան ասեմ։